Երբ առաջին անգամ բացվեցին օդանավակայանի դռները, Վահեի մտքով չէր էլ անցնում, որ տարիներ անց ինքն է դառնալու Լոս Անջելեսի ամենայուրահատուկ, ամենաէքսկլյուզիվ դռներ արտադրող ընկերության հիմնադիր ղեկավարը։ Ողջույն, ձեզ հետ կրկին Մարիանան է եւ այսօր միասին բացահայտելու ենք վերանորոգման բնագավառի ամենաառաջատար ընկերություններից մեկի Vanity X-ի հիմնադիր տնօրեն Վահե Խաչատրյանի անցած ճանապարհը։ Եթե 2014 թվականին Վահեին հարցնեին, թե ինչպես է պատկերացնում իր կյանքը 2026-ին, վստահաբար նրա պատկերացումները չէին համապատասխանի այսօրվա իրականությանը։ Ամեն ինչ փոխվեց 2015-ին, երբ Վահեի ընտանիքը շահեց գրին քարտ եւ որոշեց օգտվել ընձեռված հնարավորությունից տեղափոխվելով Միացյալ Նահանգներ։ Նոր երկիրը դիմավորում էր բարձրագույն կրթությամբ, կյանքի փորձառությամբ, բիզնեսի բնագավառում լավագույն հմտություններով, անսահման երազող ու նպատակասլաց Վահե Խաչատրյանին, ով տարիների ընթացքում պետք է ստեղծեր վերանորոգման բնագավառի ամենամրցունակ բիզնեսներից մեկը Կալիֆոռնիայում։ Տեսախցիկներից այն կողմ էլ Վահեն Vanity X-ի յուրաքանչյուր արտադրանքի մասին խոսում է այնպես, կարծես ներկայացնում է արվեստի մի գործ կատարյալ ստեղծագործություն, որտեղ ինքը եւ իր թիմը կյանքի են կոչում ինչպես իրենց, այնպես էլ հաճախորդների յուրահատուկ պատկերացումները։ Ներկայիս ձեռքբերումների եւ ոգևորության ետևում ուրվագծվում է այն դժվարին ճանապարհը, որը ըստ Վահեի հիշեցնում է ոչ թե հիասթափությունները, այլ այդ ամենի ընթացքում ձեռքբերված ու պահպանված արժեքները։ Կարևորը երբեք չկորցնես դիմագիծդ, ասում է Վահեն եւ ավելացնում. շատ բան կարելի է կորցնել, բայց ոչ երբեք արժանապատվությունը։ Ընտանիքը, հայրենիքը եւ սեփական անունը Վահեի համար բացարձակ արժեքներ են եւ իր յուրաքանչյուր հաջողության հիմքը Վահեն համարում է այս արժեքներին հավատարիմ մնալը։ Բարև ձեզ Վահե ջան, անչափ շնորհակալ եմ, որ ընդունեցիք իմ հրավերը։ Բարև ձեզ, ես նույնպես շնորհակալ եմ։ Սկսենք նրանից, որ մարդիկ, երբ որ գալիս են Միացյալ Նահանգներ, ունենում են որևէ երազանք, որը որ պատմության մեջ հայտնի է, այսպես ասած, ամերիկյան երազանք անունով։ Ես ուզում եմ իմանալ, թե որն է եղել ձեր ամերիկյան երազանքը եւ ինչ ճանապարհ է անցել ձեր երազանքը։ Իմ Ամերիկայի, եթե կարելի այդպես ասել, ճակերտավոր երազանքը սկսվել է ներքին որոշումից, ապրել պատասխանատվությամբ եւ ստեղծել արժեք եւ կանալ այնտեղ, որտեղ մրցակցությունը բարձր է, պահանջները ավելի խիստ են։ Գրեթե սկսել եմ ամեն ինչ զրոյից, լեզվական, մշակութային, համակարգային տարբերությունների պայմաններում, քանի որ եկել եմ Ամերիկա բավականին հասուն տարիքում։ Ամենամեծ դժվարությունը կարծում եմ դա հարգանք եւ վստահություն ձեռք բերելն է միայն երկրում, որտեղ գրեթե ոչ մեկ քեզ չի ճանաչում։ Նոր միջավայր, նոր շրջապատ ու կարծում եմ պիտի ստեղծես այն ամենը ոչ թե խոսքերով, այլ քո արած գործերով, քո պատասխանատվությամբ, քո հարգանքով, քո աչալուրջ լինելով։ Ինչպես դուք արդեն նշեցիք, այստեղ կարող են լինել մեծ մարտահրավերներ, որովհետև այո պահանջները խիստ են եւ ինչպես նաեւ այնպիսի փուլ կարող է գալ, որ դու պարզապես որոշես, որ պետք է հրաժարվես ամեն ինչից ու կանգ առնես։ Ձեզ մոտ եղել է այդպիսի շրջան։ Բնականաբար եղել են պահեր, եղել են ժամեր, եղել են օրեր, երբ որ մտածել եմ կանգ առնեմ, մեկ ուրիշ մի բանով զբաղվեմ, բայց նաեւ այդ ժամանակ առաջ եկել պատասխանատվության զգացումը, որ եթե սկսել ես, պիտի ավարտին հասցնես։ Ու ավարտին հասցնես պատվով, ավարտին հասցնես ճիշտ քայլերով։ Եվ կարծում եմ, որ այս ամենին ի հավելումը նաև յուրահատկությունը պետք է լինի գործի մեջ, որովհետև եթե շատ ստանդարտ գործեր անենք, պահանջարկն էլ այդքան մեծ չի լինի, ինչով որ առանձնանում է Vanity X-ը այս պահին շուկայում, այսինքն այն առաջարկում է յուրահատուկ տեսականի։ Այստեղ ինձ մի հարց է հետաքրքրում, որքանով որ հասցրել եմ ուսումնասիրել, դուք արվեստը տեղափոխել եք ձեր աշխատանքի մեջ, այսպես ասած։ Ինչպես է ստացվում ձեզ մոտ, ինչպես է կարողանում մի բնագավառ, որը որ թվում է միայն ֆունկցիոնալության եւ նորավոճության մասին է, վերածել արվեստի գործի։ Նայեք, առաջի հայացքից շինարարությունը կամ տան վերանորոգումը նման է ուղղակի աշխատանքի, բայց մեր արած շինարարական աշխատանքները դա վերածվում է այսպես կոչված արվեստի, քանի որ մենք ունենք հետաքրքիր արտադրանք եւ ներմուծում ենք Իտալիայից
Մենք փորձում ենք աշխատել ոչ թե քառակուսի մետրերի հետ, այլ փորձում ենք որոշ ճանապարհով փոխել տրամադրությունը։ Vanity-X-ը պարզապես վերանորոգման ընկերություն չէ։ Vanity-X-ը անբանակցելի որակ է։ Ի վերջո, ինչպես որոշեցիք, որ հենց այս բնագավառում պիտի սկսեք ձեր բիզնեսը, ու մի հարցել ունեմ, ինչու պետք է հաճախորդները ընտրեն հենց Vanity-X-ը։ Vanity-X-ի գաղափարը ծնվեց ընկերոջս հետ։ Որոշում էինք անենք մի բան, որը չունի մեծ մրցակցություն, որ կլինենք մենք գերիշխողը շուկայում։ Որոշեցինք արտադրել էքսկլյուզիվ յուրահատուկ դռներ։ Էքսկլյուզիվ են, որովհետև իրանք արտադրվում են ամենակմահաճ հաճախորդի ճաշակին համապատասխան։ Իրենք շատ ապահով են, թե ձմռանը, թե շաչոք ամռանը։ Իրենք ունեն յուրահատուկ պաշտպանական համակարգ ու սալապատվում են ըստ հաճախորդի ճաշակի։ Կարող է լինել քար, կարող է լինել փայտ, կարող է լինել պլաստիկ, այն ինչը որ հաճախորդը գծում է իր դիզայնը, իսկ մենք իր գծած դիզայնը իրականացնում ենք։ Մեր սպառողները տարբեր ազգերի ներկայացուցիչներ են, բնականաբար շատ հայ հաճախորդներ ունենք։ Այս պահին արտադրման ընթացքի մեջ է շատ յուրահատուկ դուռ, որը սալապատված է բնական քարով, իսկ բռնակը ըստ հաճախորդի ցանկության կառուցել ենք հայկական խորհրդանիշ նռով։ Իսկ բացի դռներից ուրիշ ինչ էքսկլյուզիվ տեսականի կարող եք առաջարկել հաճախորդներին։ Բնականաբար մենք ունենք մեր երկրորդ էքսկլյուզիվ պրոդուկտը, որ առաջարկում ենք հաճախորդներին, աշխատում եմ համաշխարհային Rives գործարանի հետ, որը իտալական բարձրորակ ներկեր է արտադրում։ Իտալիայից ներմուծում ենք եւ միակ դիստրիբյուտորը մենք ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Vanity-X-ն է պաշտոնական ներկայացուցիչը ու մեզ մոտ դրանք միայն ուղղակի ներկեր չեն։ Էքսկլյուզիվ գործեր են, որոնք ի շնորհիվ մեր ներկայացրած տղաների յուրաքանչյուր բնակարանում վերածվում են արվեստի գործերի։ Իսկ այս պահին ինձ հետաքրքրեց, արդյոք հնարավոր է, որ դուք այս աշխատանքը կատարեք նաև Կալիֆոռնիայից դուրս, օրինակ այլ նահանգներում։ Այո, բնականաբար ես ունեմ շատ պատվերներ Լաս Վեգասից։ Իսկ ապագայի ձեր պլաններում կա Լաս Վեգասում նույնպես մասնաճյուղ բացել։ Այո, բնականաբար Լաս Վեգասը դա իմ ամենասիրելի քաղաքն է, որտեղ ապրել եմ 10 տարի եւ դեռ շարունակում եմ ապրել Լաս Վեգասում։ Դա իմ երկրորդ ծրագիրն է, երկրորդ պլանն է, որ Լաս Վեգասում միանշանակ ունենամ շոուրում հատուկ իմ էքսկլյուզիվ գործերի համար։ Ճիշտ է, դեռ մասնաճյուղ չեք բացել Լաս Վեգասում, բայց ինչպես հասկացա, ինտենսիվ աշխատանքներ եք այնտեղ տանում, այնտեղից էլ ունեք բազմաթիվ պատվերներ։ Բարդ չէ ձեզ համար երկու նահանգում միաժամանակ գործունեություն ծավալել, ինչպես է աշխատում բիզնեսի մեխանիզմը։ Մանա ջան, բարդ է, երբ որ չունես համակարգ եւ մեխանիզմ։ Ավելի դյուրին է, եթե ունես ստրուկտուրա եւ ուժեղ թիմ, որոնք միշտ իմ կողքին են։ Սա էքսկլյուզիվ դուռ է, որովհետև արտադրում ենք ամենակմահաճ հաճախորդների համար, չափային սահմանափակումներ չունենք։ Ամբողջը գերմանական տեխնոլոգիա է, աշխատում ենք գերմանական աշխարհահռչակ կամպանիաների հետ, որոնցից են Gesen եւ Furor։ Մեր PV դռները 4.5 ինչ հաստ են, thermally broken system-ով, 3 geomechanism lock եւ Fur եւ Gese հումքեր։ Our paints get manufactured out in Italy. We're the only store here in California to sell them exclusively. Rives has been around for many generations, but Vanity-X has been carrying them in our stores for about 2 years now. Again, we're the only store in California that holds these paints. So if you want it, we got it.
Եվ վերջում իմ ավանդական հարցը, ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր նոր են սկսում իրենց բիզնես ուղին։ Մահարան ջան, ես խորհուրդը տալ չեմ սիրում, ընդհանրապես իմ կարծիքը կասեմ։ Բիզնես պլան, ուժեղ թիմ, ինքնավստահություն, չընկճվել եւ աշխատասիրություն։ Իսկ գումար կարող ես աշխատել, կարող ես կորցնել, ամենակարևորը քո հեղինակությունն է, որ բիզնեսի պատճառով չկորցնես այն, ինչը տարիների ընթացքում վաստակել ես ու ձեռք ես բերել։ Միակ բանը, որ մնում է, դա քո հեղինակությունն է, քո անունն է, քո արած գործն է։ Կարծում եմ այսքանը։ Շնորհակալ եմ անչափ շատ հաճելի զրույցի համար, մաղթում եմ ձեզ անսահման հաջողություններ եւ վստահ եմ, որ ապագայում մենք Լաս Վեգասում նույնպես առանձին այս թողարկման երկրորդ մասը կնկարահանենք եւ ցույց կտանք նաեւ ձեր Լաս Վեգասյան մասնաճյուղը։ Ձեզ եմ շնորհակալ, իհարկե, սիրով։